Ողջույն, Dr. Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Gastro-Time-ն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այս անգամ եւս հյուրընկալել եմ մեկ այլ մասնագետի, որի հետ կխոսենք ամենահաճախակի հանդիպող հարցերի շուրջ։ Այսօր իմ հյուրն է լապարասկոպիկ եւ ընդհանուր վիրաբույժ Գեգամ Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ եկաք, որովհետև իմ պացիենտների առհասարակ գաստրոենտերոլոգ եւ վիրաբույժը միշտ սերտ համագործակցում են միմյանց հետ եւ մի շարք հիվանդություններ կան, որոնց ժամանակ վիճելի է այն հարցը, արդյոք վիրաբույժը պետք է վարի, թե գաստրոենտերոլոգը պետք է վարի, եւ ամենահաճախակի հանդիպողներից է հենց լեղաքարային հիվանդությունը, երբ պացիենտը առաջին անգամ իմանում է, որ ունի քարեր լեղապարկում կամ պատահաբար սոնոգրաֆիայով հայտնաբերված, կամ ցավային նոպայով եկել է, պարզվում է, որ հենց լեղաքարային հիվանդության նոպա է։ Այս ժամանակ պացիենտները միշտ տարակուսանքի մեջ են, վիրահատեն, թե այսպես թողնեն, ցավազրկողներ եւ այլն։ Ես իմ տակտիկան ասեմ, որ ուղղորդում եմ վիրաբույժի մոտ, որովհետև շատերը ուզում են դեղորայքային միջոցով քարերը, բուժել կամ ինչ-որ այլ դեղորայքի օգնության դիմել, ամեն դեպքում նման մեթոդը վաղուց դուրս է եկել ապացուցողական բժշկության կոնտեքստից, դեղորայքային եղանակով քարերի փշրումը ինձ թվում է դուք եք կողմ, որ արդյունավետ չէ, եւ միակ լուծումը լեղաքարային հիվանդության դա լեղապարկը հեռացնել քարերի հետ միասին, ոչ թե առանձին քարերը լեղապարկը թողել, այլ լեղապարկը քարերի հետ միասին։ Ինչ կասեք դուք այս կապակցությամբ։ Շնորհակալ եմ հրավերի համար, այո, բժշկուի ջան, ճիշտ եք նկատել, ներկայում կարելի ասած վիրաբուժության մեջ ամենահաճախակի հանդիպող հիվանդությունը դա լեղաքարային հիվանդությունն է։ Լեղաքարային հիվանդությունը առաջանում է օրգանիզմում որոշակի նյութափոխանակության խանգարման հետևանքով եւ արդեն երբ որ պացիենտները հասնում են մեր մոտ, ունենում են որոշակի գանգատներ, հիմնականում այդպես է լինում։ Վիրահատության տակտիկան ընտրելու համար կարելի է բաժանել երկու խմբի պացիենտներին վիրահատվող պացիենտներ, ովքեր որ վիրահատում են պլանային կարգով, այսինքն այդ պացիենտները ունենում են որոշակի ցավեր, որոշակի գանգատներ, սրտխառնոցների տեսքով, բերանում դառը, հիմնականում ծանրության զգացում աշտուլակողի շրջանում, որը բերում է նրան, որ պացիենտը դիմում է կլինիկա եւ հասնում է վիրաբույժին։ Եվ պացիենտները, ովքեր դիմում են հիվանդանոցներ արդեն սուր վիճակով, այսինքն այդ ժամանակ բացի նրանից, որ լեղապարկում արկա է քար, խնդիրը հանդիսանում է այն, որ արդեն այդ քարը խցանում է լեղապարկի ծորանը եւ լեղու արտահոսքի խանգարում է նկատվում, որի հետևանքով առաջանում են սուր ցավեր, ել ավելի սաստիկ բնույթի եւ այդ ժամանակ արդեն վիրահատությունը գնում է շտապ անհետաձգելի կարգով։ Այս պարագայում արդեն պացիենտը մտածելու ժամանակ չունի, վիրահատվի թե ոչ։ Եթե այդ պարագայում արդեն պացիենտը իր ոտքով գալիս է դիմում է բժշկի։ Քարով եթե խցանված չէ ծորանը, այսինքն ցավեր են լինում, անցնում են, այդ դեպքում ինքը կարող է դեռ մտածել, պլանավորել, չէ՞, ինչ որ մի ամիս հետո, երկու ամիս հետո, ամեն դեպքում այդ վիրահատությունը անխուսափելի է լինելու իր համար։ Վիրահատությունը անխուսափելի է, որովհետև օրերից մի օր առաջացնելու է գանգատ եւ ասեմ նաեւ որ մարդկանց մոտ կա մի հատ թյուր կարծիք, որ քարը ինչքան փոքրիկ է չափերով, այնքան կարելի է իրան պահել, բայց այդ կարծիքը սխալ է եւ ընդհակառակը փոքր քարերը իրենցից ավելի վտանգավոր են եւ այո, կարող են առաջացնել մի շարք բարդություններ եւ հիվանդի վիճակի ընդհանուր ել ավելի ծանրացման, վիրահատության ծավալի մեծացման, ինչու՞ չէ նաեւ պացիենտների ֆինանսական ծախսերի մեծացման։ Այսպիսով եկեք այսպես ամփոփենք, որ այսպես թե այնպես լեղապարկը պետք է հեռացվի, դեղորայքային բուժում առհասարակ այստեղ ցուցված չի, ուրսոդեզօքսիխոլատիվի պրեպարատներն են եւ այլն, քարերը առանձին հեռացնել իմաստ չկա, այդպես չի էլ արվում, ես ինչքան գիտեմ, ինչքան ներկայիս վիրաբուժության մեջ նման մոտեցում չկա, որ լեղապարկից միայն հեռացվեն քարերը, որտեղ խնդիրը
իրականում այդ քարերը չեն, խնդիրը ընդհանուր լեղապարկի մեջ է, որտեղ որ առաջանում են արդեն քարեր, դա նշանակում որտեղ կան լեղու կանգ եւ այլն մի շարք ֆակտորներ։ Լազերով փշրել հնարավոր չի քարերը, մի խոսքով լեղապարկը հեռացվում է քարերի հետ միասին եւ այս պացիենտները ուղղակի պետք է պլանավորեն ու այդ վտանգը, որ մի օր կարող է, այսպես ես միշտ ասում եմ, որովայնում կարծես ռումբ լինի ձեր մոտ, ամեն վայրկյան կարող է վիճակը վատանա, այո։ Աստված գիտի, ու նաև ուզում եմ նշել, որ ինչքան պացիենտները վաղ փուլում են դիմում վիրաբույժի եւ սրացում չի լինում լեղապարկի, այնքան հավանականությունը բարձր է, որ պացիենտները կվիրահատվեն հենց լապարասկոպիկ եղանակով, որը ունի մի շարք առավելություններ եւ պացիենտները վիրահատության հաջորդ օրը արդեն կարող են վերադառնալ տուն։ Հետվիրահատական շրջանը ավելի թեթև եւ հաճելի անցնում։ Շատ լավ։ Այս հասկացանք այս լեղաքարային հիվանդության բա հիմա մեկ այլ էլի շատ քննարկվող գաստրոենտերոլոգի մոտ եկած պացիենտների համար, որ ուզում եմ դուք էլ ասեք, ստոցանու կերակրափողային բացվածքի ճողվածքով պացիենտները շատ են ու միշտ այսպես վախեցած դիմում են պետք է վիրահատվել արդյոք թե ոչ։ Այս պացիենտները միշտ ունեն այրոց, գղտոց, կրծքավանդակի հետևում ցավ, փսխում երբեմն մենք սկսում ենք դեղորայքային բուժում այսպիսի հիվանդներին միանգամից վիրաբույժի մոտ ուղղորդել ինձ թվում է ճիշտ չէ, որովհետև մենք կարող ենք մեղմել դեղորայքով այս ճողվածքի հետևանքով առաջացած գանգատները։ Հիմա ուզում եմ դուք ասեք, երբ պետք է վիրահատվի ստոցանու կերակրափողային բացվածքի ճողվածքով պացիենտը։ Ստոցանու կերակրափողային բացվածքի ճողվածք ունեցող պացիենտները վիրաբույժին բնականաբար հասնում են գաստրոենտերոլոգին դիմելուց հետո որոշակի բոլոր մեթոդները անցած է, հետո սննդակարգ փոխելուց, ապրելակերպ փոխելուց եւ երբ գանգատները կամ չեն մեղմանում կամ լինում են դեպքեր, որ ավելի են խորանում, նման դեպքերում արդեն գործը հասնում է վիրաբույժին ու ոչ միշտ է, որ պետք է վիրահատել, քանի որ կախված է ճողվածքի ձևից եւ ճողվածքի չափերից։ Լինում են բնականաբար գիգանտ ճողվածքներ, երբ ամբողջությամբ ստամոքսը լինում է արդեն կրծքավանդակի խոռոչում, այդ ժամանակ ոչ մի դեղորայքային բուժում, ոչ մի ապրելակերպ բնականաբար հիվանդին չի օգնի, բայց այնպես չի, որ վիրահատությունից հետո պացիենտները արդեն պետք է գնան տուն, նորից վերադառնան իրենց ապրելակերպին, կոպիտ ասած պացիենտները գալիս են գաստրոենտերոլոգի մոտից վիրաբույժի մոտ ու նորից պետք է վերադառնան գաստրոենտերոլոգի մոտ բուժումները շարունակելու եւ հետագա ապրելակերպը ինչ որ չափով ստաբիլիզացնելու նպատակով։ Շատ ժամանակ պացիենտները ասում են, չկա վիրահատություն, միանգամից ազատվենք այս խնդրից։ Ես միշտ ասում եմ, կարող եք գնալ վիրահատվել, բայց դուք վիրահատությունից հետո պետք է պահեք նույն սննդակարգը եւ ապրելակերպը, ինչը հիմա ես ձեզ խորհուրդ եմ տալու, որպեսզի չունենաք նշված գանգատները։ Այսինքն ավելի լավ է փորձել սննդակարգով, ապրելակերպով ու բավականին 80% եւ ավել դեպքերում գանգատները վերանում են ճիշտ սնվելու եւ ճիշտ ապրելակերպի արդյունքում։ Մի բան էլ քննարկենք ճողվածքից հետո, վիրահատությունից հետո ճողվածքի կրկնման հավանականությունը։ Ինչու է նորից կրկնվում ճողվածքը, այդպիսի դեպքերն ենք հանդիպում։ Նայեք, առհասարակ բոլոր ճողվածքների վիրահատությունից հետո որոշակի տոկոս հավանականություն կա ռեցիդիվների, կրկնության։ Դա կապված է վիրահատական տեխնիկայից, օրգանիզմի սեփական հյուսվածքների ամրության աստիճանից, հնարավորություն կա ճողվածքը հեռացնելուց հետո ցանց տեղադրել թե ոչ ու հետագայում նաև պացիենտների ապրելակերպից։ Ճիշտ վարել է, այսինքն էլի բայց կրկնման հավանականությունը ամեն դեպքում բոլոր վիրահատությունների կապված ճողվածքների հետ այդ ռիսկը կա։ Շատ լավ։ Մեկ հարց էլ քննարկենք, ճարպակալումը դարի հիվանդություն է, էլի մեզ մոտ շատ գալիս են գեր, ավելորդ քաշով, լյարդի ճարպակալման պացիենտներ ու իմիջիալոց հենց ամենաշատը վախենում են հենց լյարդի ճարպակալում ասվածից, երբ տեսնում են որ լյարդը չափերով մեծ է, լյարդը հիվանդ է, ինչ անեմ եւ այլն։ Ոստեղ
դեղորայքային բուժումը իհարկե այստեղ ընդհանրապես խոսք չկա դրա մասին։ Միակ լուծումը լյարդի ճարպակալման դեմ պայքարելու քաշի նվազեցնումն է, ճիշտ ապրելակերպը։ Եվ ես շատ հաճախ նույն պացիենտներին միշտ սննդակարգ, քաշ գցել, հորդորում ենք նմանատիպ բաներ, բայց երբ է պացիենտը ցուցված օրինակ բարիատրիկ վիրահատությունների, որը դուք շատ լավ կատարում եք, ես ձեր էջը հետևել եմ ու տեսնում եմ, թե ինչպես սրտացավորեն պացիենտների հետ, այդ ամբողջ շրջանը դուք անցնում եք եւ նախավիրահատական պատրաստություն եւ հետվիրահատական, չէ՞, հոգեբանական բազմաթիվ գործոններ կան, երբ են պացիենտները այդ քայլին դիմում, այսինքն երբ սննդակարգ չեն կարողանում պահել, չեն կարողանում ընդհանրապես քաշ գցել, խոսեք մի փոքր դրա մասին։ Ճիշտ եք նկատում, բժշկուհի ջան, ճարպակալումը ներկայումս հանդիսանում է դարի հիվանդություն։ Ճարպակալման դեմ պայքարի մեր օրերի պայքարի համար մեկ տեղը գրավում է բարիատրիկ վիրաբուժությունը։ Ներկայումս Հայաստանում լայն տարածում է գտել բարիատրիկ վիրաբուժության մի տեսակը ստամոքսի երկայնակի մասնահատումը, ժողովրդի մոտ հայտնի ստամոքսի փոքրացումը։ Առհասարակ երբ է ցուցված վիրահատությունը ցուցված է, երբ որ մարմնի զանգվածի ինդեքսը 35 եւ ավել է։ Դրանից ցածր վիրահատություններ ցուցված են այն պացիենտներին, ովքեր ունեն կողմնակի լուրջ հիվանդություններ, շաքարային դիաբետ, բրոնխիալ ասթմա, երակների հետ կապված լուրջ խնդիրներ։ Նման պացիենտներին կարելի է վիրահատել նաև ցածր քաշով, բայց դա խիստ բժշկական ցուցումներով։ Այսինքն 90 կիլոգրամ եւ պլյուս, հա, 90 կիլոգրամ եւ պլյուս, այո, բայց կոնկրետ ճարպակալման աստիճանով որ վերցնենք, երկրորդից մինչեւ երրորդ աստիճանի ճարպակալում ունեցող պացիենտները դեռ հնարավորություն ունեն ինքնուրույն նիհարելու, այդ մարդկանց մոտ պետք է հույսը չկորցնեն իրենք եւ այդ մարդկանց կարելի է տալ եւս մեկ հնարավորություն, որ փորձեն սննդակարգով, մարզումներով, ակտիվ ապրելակերպով փորձեն նիհարեն։ Այսինքն մինչև վիրահատություն անցնելը դուք դեռևս էլի խորտ եք տալիս սննդակարգով նիհարեք։ Այո, բայց լինում են պացիենտներ, որոնք իրոք չեն կարող նիհարել, դա երրորդ աստիճանից բարձր ճարպակալումների մասին է խոսքը, որտեղ այդ մարդիկ դիետան իրանց համար բոլորի համար ստրես է։ Ստրեսին ի պատասխան, այո, մարդիկ սկսում են սնվել ստրեսը հանելու համար եւ ստացվում է ընկնում է մի հատ արատավոր օղակի մեջ, մի կողմից դիետա են պահում, մյուս կողմից ուտում են ու չի ստացվում։ Իսկ վիրահատությունից հետո քանի ամիսների ընթացքում են քաշ գցում եւ ինչքանով։ Առհասարակ ավել քաշի 90%-ը կորցնում են պացիենտները, դա այն մարդիկ, ովքեր որ հետևում են խորհուրդներին, որտեղ կան որոշակի խիստ ցուցումներ, համար մեկը դա քաղցրի բացառումն է սննդակարգից, եւ այն մարդիկ, ովքեր ունեն հորմոնալ խնդիրներ, վահանաձև գեղձի կողմից, զվարաների կողմից, նման պացիենտների մոտ 1-1.5 տարվա ընթացքում ավել քաշի 90%-ը կորցնում են։ Այսինքն նրանք վիրահատությունից հետո էլի հատուկ սննդակարգի են հետևում։ Այո, 2 ամիս ժամկետով անպայման, իսկ քաղցրի բացառումը դա իրենց որոշումն է, որտեղ պացիենտներ կան, ովքեր որ վիրահատվում են, բայց հետո մի 6-7 ամիս հետո նորմալ արդյունք են ունենում, հետո քաղցրի չարաշահում ու քաշի միանգամից վերականգնում։ Այսինքն հնարավոր է քաշ ավելացնել։ Այո, դա բոլոր պացիենտներին ասվում է, որ քաշի վերականգնումը հնարավոր է, սննդի չարաշահումից հնարավոր է նաև ստամոքսի լայնացում, ծավալի մեծացում, հետևաբար նաև չափաբաժնի սննդի ավելացում։ Այսինքն այստեղ հոգեբանորեն էլի պետք է իրենք պատրաստ լինեն սննդակարգ, ապրելակերպ փոխելուն, միայն վիրահատությունով հարց չի լուծում։ Չէ, միանշանակ վիրահատությունը բոլոր հարցերը չի լուծում, բոլոր հարցերի պատասխանները չի տալիս։ Վիրահատությամբ մենք կոպիտ ասած լուծում ենք մեկ խնդիր, սննդի չարաշահման խնդիրը, մնացածը արդեն պացիենտների ձեռքերում է։ Շատ լավ։ Ամեն դեպքում եկեք հորդորենք բոլորին, որ ճիշտ սնվելը շատ կարևոր է, սննդակարգ պահելը նույնիսկ վիրահատությունից հետո։ Իսկ եթե պացիենտը ուղղակի հնարավոր չէ այդ ավելորդ հավելյալ քաշից ազատվի, դիմի բարիատրիկ վիրաբուժությանը, բայց հետո միևնույն է պետք է սննդակարգը պահվի մշտապես ամբողջ կյանքի համար։ Եկեք ամփոփենք, շնորհակալ եմ ձեզ հրավերի ընդունելու համար։ Շատ ինձ թվում է կարևոր թեմաների մասին խոսեցինք։ Իմ հյուրն էր վիրաբույժ Գևամ Գրիգորյանը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Dr. Srumi YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։